Ասում է, առաջին անգամ ԱՄՆ-ի հետ պաշտպանական ոլորտում իրականացնելու ենք համագործակցություն։ Հարց է. վատ է, որ Նիկոլը դրոնները ձեռք բերելու, այդ չուզողներ։ Շատ լավ է, կասեի իդեալական է, թող Նիկոլը Ամերիկայից դրոններ էլ բերի, F-16 կործանիչներ էլ ու բոլոր նորագույն զենքերից մի քանի զույգ։ Հարցը այն է, դուք այն իշխանությունն եք, որ կարողանաք բանակը զինել։ Դուք այն իշխանությունն եք, որ կարողանաք ԱՄՆ-ից հետախուզական անօդաչուներ բերել ու համոզել Իրանին, որ դրանք իր տարածքը հետախուզելու համար չեն։ Դուք դեռ չեք կարողացել համոզել, թե թրիփը ոչ թե թուրք-ադրբեջանական շահ է սպասարկում, այլ հայկական։ Դուք այս պահին չեք կարողացել հենց թեկուզ փաստաթղթերով այնպիսի նախագիծ անել, որ Հայաստանը օգուտ ունենա, մեր բարեկամ երկրներն էլ չնեղանան։ Երբ Նիկոլը եթերում ասում է, որևէ մեկը մեզ չի կարողանալու ներքաշել Ռուսաստանի Դաշնության դեմ գործելու տրամաբանության մեջ, մենք լիքը իրավունք ունենք ասելու ստում եք։ Չէ՞ որ հենց դրա համար 12 միլիոն եվրո խոստացան է մեր աչքի առաջ։ Այո, ես ուզում եմ, որ դու լավ հարաբերություններ ունենաք համ ԱՄՆ-ի հետ, համ Ռուսաստանի հետ, համ Եվրամիության հետ, համ Թուրքիայի հետ, Չինաստանի, Իրանի հետ, բայց դուք այդ կառավարությունը չեք։ Ոչ այդ թափը ունեք, ոչ այդ դուխը ունեք, ոչ էլ առավել ևս այդ խելքը ունեք։ Դուք չեք կարող, ձերը հակադրություններն են, որովհետև ձերը կամ-կամն է, մեկի հաշվին մյուսի հետ հարաբերությունն է։ Եթե մեկի հետ լավ եք, ուրեմն մյուսի հետ թշնամանալու դիմաց է։ Մոսկվայցից մեկ օր առաջ դառնում եք թույն ռուսամետ, գնում ասում եք մենք, ձեր դեմ, ինչ եք ասում, գալիս եք այստեղ դառնում եք երթվյալ հակառուս։ Ու հիմա մեզ համոզում եք, թե Ամերիկայի հետ մեգանախագծեր եք անելու ու հետն էլ ինքնիշխանություն ապահովեք։ Դուք անընդհատ վթարի եք ենթարկվում աշխարհաքաղաքական այդ խաչմերուկներում։